Հարգարժան ազգային ժողովի նախագահություն, պարոն վարչապետ եւ հարգելի պատգամավորներ, նախորդ օրը պարոն Փաշինյանի ներկայացրած բանավոր ներկայացրած կառավարության ծրագրի եւ մեր փոխադարձ հարցոպատասխանից ես առանձնացրել եմ երկու շատ կարևորագույն խնդիր, որից առաջինը ինձ համար մտահոգիչ է եւ երկրորդը դարձավ շատ տարակուսելի։ Առաջինի մասին, սույն թվականի փետրվարի 1-ին Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացրել էր կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով մասնագիտացված եւ անկախ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու առաջարկ։ Հակակոռուպցիոն մարմնի այս մոդելը կատարում է կրթական, կանխարգելման, հետաքննական եւ օպերատիվ հետախուզական գործառույթներ։ Ինչու ենք պնդում մենք այս մոդելի հարցում։ Այս մոդելով կոռուպցիայի դեմ պայքարի համալիր գործիքակազմը գտնվում է մեկ մարմնի ներքո, փոխկապակցված է, որն էլ պայմանավորում է նպատակի արդյունավետությունը։ Սա կանխում է նաև գերատեսչական շահերի բախումները, եւ միջազգային փորձը վկայում է, որ բոլոր այն երկրները, որոնք ունեցել են կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի խնդիր, կիրառել են հենց այս ինստիտուտի մոդելը, որովհետև այն իրեն արդարացրել է։ Օրինակ Լատվիան, Լիտվան, Սինգապուրը, որի մասին մենք սիրում ենք խոսել, Ավստրալիան, եւ սա նպաստել է նաև, որ այս երկրներում բարձրանա հակակոռուպցիոն ընկալման համաթիվը։ Քննարկելով եւ հաշվի առնելով այս ամենը պետք է նշեմ, որ այս մարմնի ընտրության հարցում մեր քաղաքական ուժը համոզմունք էր հայտնել դեռևս 2015 թվականին եւ այն կոնսենսուսով վերահաստատվել էր 2017 թվականի ելքնախնդրական ծրագրում, ինչը փաստում է, որ մենք դեռ այն ժամանակ կողմնորոշվել էինք եւ գիտեինք, թե ինչ մարմին է մեզ անհրաժեշտ կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Պարոն վարչապետ, 2018 թվականի մայիսի 1-ին դուք այս ամբիոնից հայտարարեցիք, մեջբերում եմ, ստեղծել հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, որի մասին մենք այդքան ասում ենք, բայց տարբեր պատճառներով չենք իրականացնում։ Նույն թվականին հրապարակվեց կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը, միջոցառումների ծրագիրը եւ օհրաշք, ոչ մի խոսք այս ինստիտուտի գոյության մասին, որը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց։ Կառավարության ծրագրի բովանդակությանը ծանոթանալուց հետո ես հասկացա, որ այս մարմնի ստեղծման ճակատագիրն իսկապես մշուշոտ է, անորոշ է, որովհետև այս ծրագրում դուք խուսափել եք նույնիսկ նշել մոդելի հստակ անվանումը՝ անկախ, ունիվերսալ, եւ տալիս եք նկարագրություն, որի նշաձողը սահմանելու համար բազմաթիվ մանևրելու հնարավորություն է ձեզ տալու եւ տալիս։ Կարող ենք փաստել, որ ունիվերսալ մարմին ունենալու խոսակցությունները որևէ հիմնարար փաստաթղթում չեն ամրագրվել եւ այո, դուք ցուցաբերել եք քաղաքական կամք, քաղաքական կոռուպցիայի թելերը կտրելու, բայց մենք փաստում ենք, որ դուք չունեք քաղաքական պլան այդ կոռուպցիան կանխարգելելու եւ վարչական կոռուպցիան բացառելու համար եւ ձեր նշած բոլոր հակակոռուպցիոն միջոցառումները, որը դուք նախատեսում եք անել, որևէ արդյունք չեն տալու, եթե դուք չիմանաք, թե ով է հստակ դրանով զբաղվելու։ Նախկինում եւ այժմ տարբեր մարմիններ են պայքարում բայց դուք ինչպես նշում եք, պարոն վարչապետ, եթե գործառույթները իրականացնում են տարբեր մարմիններ, նշանակում է այդ գործառույթները չեն իրականացվում։ Նախանշած ինստիտուտի գործունեությունը պետք է մեկնարկեր ձեր հռչակած տնտեսական հեղափոխության հետ միասին։ Ես կարծում եմ, որ դուք հավելյալ քննարկումների ժամանակ ունեիք, դուք ունեիք 8 ամիս ժամանակ եւ հիմա ներկայացնում եք, որ մենք այն կներդնենք միգուցե փուլ առ փուլ, այնինչ դուք դա չեք էլ մեկնարկել, որ այն իրականացնեք փուլ առ փուլ, համենայն դեպս այս ծրագրում դրա մասին որևէ խոսք չկա։ Մենք ուզում ենք պարզապես ապահովագրված լինել, որ հետո չպարզվի, որ կային ինչ-որ հակակոռուպցիոն ակտիվիստներ, որոնք պետք է պատասխանատու լինեին կոռուպցիայի դեմ պայքարում մեր հաջողության համար եւ այդ պայքարը չստացվեց։ Երկրորդ խնդիրը Ընդհանրապես կառավարության ծրագիրը փաստաթուղթ է, որը պետք է կարդալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված առաջինի պրիզմայով։ Այն է, որ Հայաստանը ինքնիշխան է, ժողովրդավար է, սոցիալական եւ իրավական պետություն է։ Սակայն այսինքն այս ծրագիրը իր բնույթով պետք է առաջնորդվի սահմանադրական այս ամրագրումներով։ Օրինակ, իրավական եւ սոցիալական պետությունը ենթադրում է, որ մարդը գերագույն արժեք է, պետության ռեակցիան նրա վարքագծի նկատմամբ պետք է լինի կանխատեսելի, պաշտպանվեն ազատությունները, իրավունքները,
եւ սոցիալական երաշխիքները։ Ես ձեզ 3 հարց տվեցի պրոբացիայի համակարգի ներդրման ուղղությամբ հստակ քայլերի վերաբերյալ եւ ստացա պատասխան, որը ինձ համար, պարոն վարչապետ, շատ տարակուսելի էր։ Դուք ասում եք, որ պրոբացիայի ծառայությունն էլ էֆեկտիվ չէ։ Ես որպես նախկինում դատապարտված եւ քրեակատաղողական հիմնարկում բավական երկար ժամանակ անցկացրած անձ վստահ չեմ, որ այդ մեթոդները կարող են երբևէ արդյունք ունենալ։ Մենք պետք է այդ իրավիճակը շատ խորությամբ հասկանանք, որպեսզի կարողանանք խնդիրը լուծել։ Պարոն վարչապետ, ես ճիշտ եմ հասկանում, որ դուք չեք հավատում ազատազրկված անձանց վերասոցիալականացման հնարավորությանը, որովհետև այն տիպային մեթոդները, որոնք ենթադրվում է, որ պետք է կիրառի ցանկացած կայացած համակարգ, փորձված են աշխարհի շատ երկրներում եւ ըստ այդմ որևէ մեկը այստեղ հեծանիվ չի հայտնագործել։ Ստացվում է, որ միջազգային կառույցների, փորձագետների, մարդու իրավունքների պաշտպանների, հասարակական կազմակերպությունների եւ այս համակարգը ներդրողների ջանքերը իզուր են։ Ասում եք, ձեր այս համոզմունքը երբևէ արդյունք ունենալու վերաբերյալ պայմանավորված է ձեր նախկին դատապարտյալի կարգավիճակով։ Պարոն Փաշինյան, դուք անազատության մեջ եք եղել, հայտնվել ժողովրդին ատելի քաղաքական ուժի կողմից հետապնդման հետևանքով եւ դուք երբևէ այս ծառայության կարիքը չեք էլ ունենա, որովհետեւ դուք եղել եք քաղաքական քաղբանտարկյալ եւ հասարակությանը վերաինտեգրվելու հոգեբանական եւ սոցիալական խնդիրներ չենք ունեցել։ Մարդիկ ձեզ ընդունել են գրկաբաց, համարել են հերոս եւ տվել են նաեւ վստահության քվե։ Այսինքն այս առումով պրոբացիան ձեզ կարող էր նույնիսկ պետք չգալ եւ դուք չպետք է դա չափեք ձեր պրիզմայով։ Այնինչ շատ մարդիկ կյանքի տարբեր հանգամանքներից ելնելով ազատազրկվում են, որից հետո չեն կարողանում վերադառնալ բնականոն սոցիալական միջավայր։ Կարծում եմ ձեր նախաձեռնած 2018 թվականի համաներման հետևանքները եւս ապացուցում են, որ այս հարցում դուք շատ անելիք ունեք եւ պարոն վարչապետ, ես վստահ եմ, որ դուք կվերանայեք ձեր սկեպտիկ մոտեցումը եւ կգործադրեք ձեր բոլոր ջանքերը, որպեսզի պետությունը այս հարցում կատարի իր պոզիտիվ պարտականությունը։ Լավ կլիներ, որ գործողությունները այս հարցում նշված լիներ ժամկետներում, օրինակ, երբ կդնեք էլեկտրոնային վերահսկողության ամբողջական համակարգը սարքավորումներով, քանի տոկոս շահառուներ քայլ առ քայլ ձեր սիրած մեթոդով կներգրավեք, որքան ժամանակում կվերապատրաստեք համապատասխան կադրեր, սակայն ինչպես յուրաքանչյուր ոլորտ, այնպես էլ սա տուժել է ծրագրին ոչ չափելի մոտեցում եւ տրամաբանություն ցուցաբերելու ձեր ջանքերից։ Պարոն վարչապետ, ինչ վերաբերում է այն տպավորություններին, որ ընդդիմությունը կարծես թե չի ուզում որպեսզի իրականանա այս ծրագիրը։ Մի մանիպուլացրեք, դուք այստեղ մեզ փորձում եք համոզել, որ հարգելի ընդդիմություն ցանկացած շարժի դեպքում լավ կլինի, որ դուք ծափ տաք այդ հաջողության համար։ Իսկ մենք ձեզ ասում ենք, որ ցանկացած շարժ ցուցաբերում էր նաև նախորդ իշխանությունը, բայց ձեր քաղաքական կամքը, ձեր հռչակած տնտեսական հեղափոխության այդ սկզբունքները եւ մոտեցումները ձեզ պարտադրում են անել ավելին։ Գնահատել հստակ ձեր հնարավորությունները, ինչը դուք, ինչպես հասկանում եմ, չեք կարողացել անել։ Եվ վատ ծրագիր ներկայացնելու համար ընդդիմությունը դրանում մեղավոր չէ։ Խնդրում եմ նաև ձեզ մուննաթ չգալ ընդդիմության վրա, որովհետև դուք, պարոն վարչապետ, նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը չեք, իսկ այստեղ ընդդիմությունը նախկին կոռումպացված իշխանությունը չի ձեզ համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Սամսոն։